Այսօր ես եկել եմ Մայր-Բուղ, Երևանի պետական համալսարան։ Իսկ օրինակ դուք շատ եք տարբերվում այսօրվա ուսանողությունից։ Տեսեք, այնպես է ամեն ինչ է փոփոխվում, նույն գիտությունը, նույն լեզուն ինքը հարափոփող է, ոչ մի բան իր տեղում չի մնում ու եւ մտածելակերպի առումով եւ նաեւ շատ իհարկե դրական փոփոխություններ եւ տեխնոլոգիաների զարգացման հետ կապված, կարծում եմ հիմա ավելի ակտիվ է, ավելի շփումները կա, այսինքն փորձի փոխանակման հնարավորությունները ավելի շատ են իրենց համար ստեղծված, նյութերը ավելի տեսանելի են, ավելի մատչելի են դրված եւ իրենց դասի նյութերը եւ եթե ինչ-որ հոդվածներ է պետք գիտական հոդվածներ եւ կայքում դետեղված են իրենց գրքերը, այսինքն հիմա ավելի մատչելի է, ավելի ամեն ինչ ստեղծված է միայն սովորելու համար, այսպես ասեմ։ Մեր ժամանակ 2006 թվականին եմ ես ընդունվել, այդ ժամանակ արդեն մի քիչ ավելի այսօրվա հետ համեմատած ավելի դժվար էր, բայց ավելի հեշտ էր։ Ավելի հետաքրքիր չէր, բայց հետաքրքրության առումով կարծում եմ իրենք էլ ունեն իրենց հետաքրքրությունները, հիմա չեմ կարողանա ասել մերն ավելի հետաքրքիր է, քանի որ այդպես շատ չեմ կարող ասել իրենց մոտ ինչով են իրենք ավելի զբաղմունք գտնում, ինչով են ավելի հետաքրքրված, մեզ համար շատ հետաքրքիր է եղել, թե մրցույթներից սկսված, ուսանողական դասապրոցեսից սկսած շատ հետաքրքիր է եղել։ Այսօր էլ մեթոդները, երբ որ դասավանդում ընտրում ենք այնպես, որ իրենց էլ հետաքրքիր լինի, որովհետև երբ որ ինչ-որ մի բան անում ես ու անում ես ուղղակի սովորելուն, բայց երբ որ անում ես այն ինչը որ հետաքրքրությունների շրջանակում լինում, դա լրիվ ուրիշ է։ Հա, հաճույք է ստանում ամենակարևորը։ Հաճելին եւ օգտակարը փորձին համատեղել։ Իսկ կներեք, իսկ որ օրինակ աշակերտները դպրոցանում նստվեց, ուսանողները դասերից բացակայում են։ Ոնց եք դրան վերաբերվում, ոնց եք նայում։ Տեսեք, ես ավելի շատ ուզում եմ ընկալել դասապրոցեսը ոչ թե պարտադիր ներկայություն, այլ որպես շանս ինչ-որ մի բան ավել քաղելու։ Դրա համար եթե դնենք միայն պարտադիր պետք է ներկա գտնվեք, դա էլ է սխալ։ Պետք է իրանք մոտենան այսպես գալիս ենք, որ ինչ-որ մի նոր բան սովորենք, ինչ-որ մի բան ավելացնենք, հարստացնենք ինչ-որ մի բան մեր գիտելիքների առումով։ Ու կարծում եմ իրենք ավելի պետք է շահագրգռված լինեն ներկա գտնվելու, քան թե մենք։ Իսկ դուք որպես դասախոս կողմ եք նրան, որ ընկերական լինեք ուսանողների հետ, թե ավելի խիստ։ Տեսեք, կարծում եմ մթնոլորտը պետք է այնպեսին լինի, որ եւ հաճելի լինի դասախոսի համար եւ ուսանողների համար հաճելի լինի։ Մենք կարող ենք իհարկե անգլերենով սփիքինգի վարժության ժամանակ եւ խաղանք էլ միասին, տարբեր այլյաս խաղեր, եթե գիտեք, եւ տարբեր իհարկե խաղեր, եւ դասի եթե չենք ընտրում խաղը, իհարկե ընտրում ենք տեքստը կարդալ, բոլորս նույն բանով ենք զբաղվում։ Այսինքն կարծում եմ իրենց համար հենց դա եմ ուզում ասեմ, որ իրենք շահագրգռված լինեն, մթնոլորտը այդպեսին պետք է լինի։ Շատ լավ, շնորհակալ